Հաղորդավար Վարդան Սարգսյանը հայր է դարձել։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-յան իր էջում։ Այսօր ես դարձա աշխարհի ամենաերջանիկ մարդը, ծնվեց տղաս, Նորայր Վարդանի Սարգսյանը։ Վստահ եմ դուք ևս ուրախ եք ինձ համար, ինչի համար շատ շնորհակալ եմ, գրել էր հաղորդավարը։ Star News-ը շնորհավորում է և ձեզ ներկայացնում բացառիկ լուսանկարը հիվանդանոցից։ Հարկ է նշել, որ տևական ժամանակ Վարդան Սարգսյանը հարցազրույցների չէր մասնակցում և միայն տարիներ առաջ նա խոսել էր իր երգերի մասին հումորային մեկնաբանություններ տալու և իր արձագանքի մասին։ Վարդանը նշել էր հետևյալը. «Ես շատ լավ եմ վերաբերվում դրան։ Ես այդ երգերը ձայնագրել եմ 13-14 տարի առաջ, նույն «Խենթ աղջիկը», Օլգա Այվազյանի հետ ուրիշի գրկում ես դու զուգերքը, մինչև այսօր Դահլիճը ինձ հետ երգում է այդ երգերը։ Երգի հաղթանակը կարծում եմ հենց դա է։ Հումորին շատ լավ եմ վերաբերվում։ Բոլոր խնջույքներին Ռաֆոն իմ տնազն էր անում և միասին երգում էինք այդ երգը։ Այնպես չէ, որ դա ինձ հարվածելու համար էր արվում։ Երբ իմացա, որ կարգին հաղորդման մեջ պետք է երգեն իմ ձևով, շատ նորմալ ընդունեցի։ Աշխարհի բոլոր երգիչների տնազը անում են և դա նորմալ է։ Սակայն դա հիմա։ Այն ժամանակ մարդկանց թվում էր, որ ինձ ծաղրում են և սկսվեց վատ վերաբերմունք իմ հանդեպ։ Ինձ համար դա ծիծաղելի էր, բայց այդ ժամանակ սկսեցի կոմպլեքսավորվել ու չերգել այդ երգը, չնայած այն ուներ մեծ ճանաչում։ Ժամանակի հետ այդ ամենն անցավ։ Մի անգամ ակումբներից մեկում Ռաֆոյի հետ երգեցինք այդ երգը, հրաշալի էր։ Հիմա նոր երգ եմ թողարկում, պիտի խնդրեմ Ռաֆոն որևէ ծրագրում անդրադառնա իմ այս երգին, որովհետև դա ինձ համար լավ PR կլինի։ Վստահ եմ, հիմա այլ կերպ կընդունվի։ Ես չեմ անցել այդ փուլը։ Մարդկանց մտածելակերպն ու ժամանակն են փոխվել։ Այն ժամանակ Հայաստանում մի քիչ այլ մտածելակերպ էր։ Ես ուրախ եմ, որ շատերից մի քայլ առաջ էի։ Եթե ես առաջինն էի, որ կարող է ինձ թույլ տալ տեսահոլովակում հագնել ճղած ջինս, այն ժամանակ այստեղ չկային նման բաներ։ Ես խնդրում էի ինձ համար արտերկրից բերեն այդպիսի ջինսեր։ Հիմա աղջիկները մերկ են նկարահանվում, տղաները դիմահարդարմամբ։ Այս ամենի մասին միայն կասեմ, ներքին հաղթահարման փուլ չի եղել։ Սակայն ինձ համար ցավալի էր, որ մարդիկ ինձ այլ կերպ էին ընկալում։ Հիմա ինձ ընկալում են այնպիսին, ինչպիսին ես կամ, որովհետև իմ նախագծում շատ անկեղծ եմ, նշել էր Վարդան Սարգսյանը։ Հաղորդավարը նաև խոսեց եթերային ժամանակ չունենալու և բարդ փուլերի մասին։ Անկումային ընթացք չեմ ունեցել։ Եթե որևէ մեկի համար իմ տեսահոլովակ չնկարահանելը, եթերում չլինելը անկումային է, ինձ համար այդպես չէ, որովհետև միշտ կարողացել եմ աշխատել գումար, հրավերներ եմ ունեցել, որևէ խնդիր չեմ ունեցել։ Կան մարդիկ, ովքեր ամբողջ օրը եթերում են, բայց համերգներ չունեն։ Շատ եմ սիրում մտածել վաղվա օրվա մասին։ Դա ինձ ստիպում է ավելի արագ շարժվել և գործունեություն ծավալել։ Երբեք չեմ ընկալել մարդկանց, որոնք ապրում են միայն այսօրով։ Դեռ տարիներ առաջ Վարդան Սարգսյանը խոսել էր նաև ընտանիք կազմելու մասին, նշելով հետևյալը. «Ես միայն մի բան կասեմ, որ ցավոք իմ ընտանիքը, որը պետք է ստեղծեմ, չի լինի այս երկրում։ Ես շատ եմ լինում դրսում և հասկանում եմ, որ կան երկրներ, որտեղ կարող եմ ապրել, որքան էլ սիրեմ հայրենիքս։ Եվ հենց դա է խնդիրը, որ մինչև այսօր չեմ ամուսնացել։ Մի քանի երկիր կա արդեն, հիմա չեմ ուզում նշել, որպեսզի վիզայի խնդիր չունենամ։ Ամեն դեպքում ես իմ ընտանիքը կկազմեմ և երեխաներս կմեծանան այլ երկրում։ Ես դրանում վստահ եմ։ Խնդիրը մեր կյանքի ռիթմի, անշնորհակալ իրավիճակների մասին է։ Միգուցե ես այստեղ ապրում եմ ավելի լավ, քան մյուսները արտերկրում, սակայն ես իմ կնոջ ու երեխաների հետ կապրեմ դրսում, դրա համար է ամեն բան հետաձգվում։ Որքան էլ սիրեմ հայրենիքս, ուզում եմ երեխաներս դրսում մեծանան», նշել էր Վարդան Սարգսյանը։ Իր մեկ այլ հարցազրույցի ժամանակ էլ Վարդանը խոսելով իր համար գերադասելի կնոջ հատկանիշներից նշում է հետևյալը. «Մեզ համար լավագույնը հայուհին է, լավ մարդ, ընտանիքին նվիրված անձնավորություն, լավ մայր ու լավ կին։ Ես հենց այդպիսին էլ պատկերացնում եմ իմ կնոջը։ Արտաքինին այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում, կարծում է ներքինը առավել կարևոր է։ Արտաքինը միայն առաջին վայրկյաններին է կարևոր, հետոն կախված է ներքինից։ Ցավոք, երբեմն շատ գեղեցիկ աղջիկների հետ շփվելիս հիասթափվում եմ։ Մարդուն կարող ես սիրել, զգալով նրա հոգին և բնավորությունը», նշել էր Վարդանը։
Հարաբերություններում նրան կարող է հիասթափեցնել երկու բան՝ ատում եմ սուտը, երկրորդը դավաճանությունն է։ Դավաճան մարդկանց չեմ սիրում, դրա համար էլ իմ կողքին այս պահին հարազատ մարդիկ քիչ են, իսկ եթե կան, ապա ստուգված են։ Եթե նվիրվում եմ մեկին, ապա նվիրվում եմ մինչև վերջ, նշել էր Վարդանը։ Յուրաքանչյուրի կյանքում էլ լինում են հիասթափություններ, Վարդանի կյանքում էլ դրանք քիչ չեն եղել։ Այդ մասով նա ասել էր հետևյալը. «Հիասթափվել կարելի է վայրկենական, շատ է այդպես եղել։ Չեմ կենտրոնանում դրա վրա, պարզապես հաստ պատ է առաջանում մեր միջև ու այլևս մոտ չեմ թողնում ինձ։ Գործի, շփման, անձնականի հարցում շատ նվիրվող եմ, բայց երբ հիասթափվում եմ, ապա հետ վերադարձնել հարաբերությունները անհնար է»։ Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենար, Վարդանը կցանկանար փոխել միայն մեկ բան։ Երբ 21 տարեկան էի, սիրահարված էի և լուրջ հարաբերությունների մեջ էի մի աղջկա հետ, ցավոք, չամուսնացա։ Կարծում եմ դա սխալ էր, որովհետև եթե այդ ժամանակ ամուսնանայի, հիմա մեծ երեխաներ կունենայի, միայն դա կփոխեի։ Իր առաջին սիրուն Վարդանը չի հիշում, անգամ չի հիշում, թե որ տարիքում է սիրահարվել։ Այդ մասին խոսելիս Վարդանը նշել էր հետևյալը. «Այսօր կյանքն այնքան արագ է անցնում, որ ներկա սիրո մասին պետք է մտածել միայն։ Առաջին սերն անցած էտապ է, կյանքը շարունակվում է և հիշելու ժամանակ էլ չկա։ Իսկ հիմա իմ կողքի կինը պետք է ընդունի այն աշխատանքը, որով ես զբաղվում եմ, պետք է հասկանա, որ ես կարող եմ ամսվա ընթացքում 20 օր երկրից բացակայել։ Ամենամեծ խնդիրը սա է։ Շատերը ասում են, թե կինս էլ ինձ հետ կճամփորդի, բայց դա ռեալ չէ։ Մենք չենք կարող ընտանիքով հանդերձ միշտ դրսում լինել», անկեղծացել էր Վարդան Սարգսյանը։ ASECO-CEM-ի բացարձակարժեք հաղորդման հյուրը հաղորդավար Վարդան Սարգսյանն է։ Հաղորդման ընթացքում վերջինս անկեղծացել է ու նշել, որ բավականին երկար ու բարդ ճանապարհ է անցել ոլորտում՝ իր բիզնեսը ամրապնդելու և մրցակիցներից հետ չմնալու հետ կապված։ Star News-ը հետևել է զրույցին։ Վարդանը զրույցի ընթացքում նշեց, որ սկզբնական շրջանում նաև հանդիպում էր իր հասցեին հնչող ծաղրանքների ու շատերն էին անլուրջ նայում նրա գործունեությանը։ Վարդանի խոսքով ինքը չտրվեց այդ բամբասանքներին, հակառակը, ավելի մեծ ուժով առաջ գնաց։ Խոսելով այն մասին, որ վերջինս գրեթե մշտապես աշխատանքի է մեկնում ընտանիքի անդամների հետ միասին, հաղորդավարն ասաց, որ դրա միակ պատճառն այն է, որ նա կարոտում է, որ հիմա նա պարզապես ցանկանում է շատ ժամանակ անցկացնել մոր ու քրոջ հետ։ Վարդանը հաղորդման ընթացքում անկեղծացավ ու խոսեց նաև հոր մահվան մասին։ «Ընտանիքով ճանապարհորդում էինք, երբ Կուբայում պարզվեց, որ հայրս ունի շատ լուրջ առողջական խնդիրներ։ 21 օր շատ դաժան պայմաններում ապրեցինք, սարսափելի էր և հոգեբանական տեսանկյունից, և ֆիզիկական։ Մենք ամեն բան արեցինք, որ փրկենք հորս կյանքը, սակայն, ցավոք, մեզ դա չհաջողվեց», նշել էր Վարդան Սարգսյանը։ Խոսելով իր անձնականը կառուցելու մասին, Վարդանը նախ նշեց, որ երազանք ունի մեծ ու սեփական տուն գնել և արդեն այսօր մտածում է իր ընտանիքը ունենալու մասին ու հավատում է, որ շատ շուտով կկիսվի այդ լավ լուրով։ Հարցազրույցի ժամանակ նշել էր հաղորդավար Վարդան Սարգսյանը։